Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։ Նախագիծը, որը ազգային ժողով է հասել Եվրաքվե նախաձեռնության միջոցով, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փետրվարի 12-ին։ Երկրորդ ընթերցումից առաջ հարցը քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ ազգային ժողովի Եվրոինտեգրման հանձնաժողովում։ Օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչները, այն քաղաքական կամքի մասին է։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ ասում է, որ տպավորություն է, որ Հայաստանը դուրս է գալիս մի պրոցեսի, որտեղ հեռանկար չկա։ Ըստ Եվրոխորհրդի падգամավորների, Հայաստանի Եվրամիությանն անդամակցությունը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջելու։ Անդամակցության ճանապարհին Հայաստանն ահռելի բարեփոխումներ պետք է իրականացնի երկրի օրենսդրությունը արդարադատության ոլորտից մինչև սոցիալական, եվրոպական չափանիշներին համապատասխանեցնի։